Հայաստանի և Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչները ակտիվ շփումների մեջ են։ Նախկինում հանդես են եկել հայատյացության դիրքերից։ Ալիևի զավթողական հայտարարությունները շարունակվում են։ Դասագրքերը փոխեցին, ներառվեց հակահայկականության նոր փաթեթ։ 18-19 տարեկան զինվորի սպանված զինվորի սաղավարտով ցուցադրություն կազմակերպել և դա դիտարկել որպես ցուցանմուշ, դա ուղղակի, չգիտեմ, աբորիգեններին վայրի ցեղերին հատուկ բան է։ Դպրոցում նկարահանվել էր ինչպես են բեմադրել հայ զինվորին ստորացնելու տեսարանը։ Նիկոլ Փաշինյանը օրերս Համալիրում պետական աշխատողների հետ հանդիպմանը խոսել էր սահմանադրությունը փոխելու մասին։ Ադրբեջանն ու Թուրքիան հանդես են գալիս մեկ միասնական դիրքերից։ Տրամպը խոսեց հայ գերիների մասին, Փաշինյանն ինքը առաջինը շտապեց ասել, որ հիմա դրա ժամանակը չի։ Արցախահայերը կամավոր կերպով են դուրս եկել, մենք ոչ մի էթնիկ զտում եւ այլն չենք արել։ Եթերում բաց խոսենք նախագիծն է, իմ հյուրը այսօր ադրբեջանագետ Մարիամ Մելքոնյանն է։ Բարև Մարիամ, շնորհակալություն մեր հրավերը չմերժելու համար։ Ես եմ շնորհակալ։ Մարիամ, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչները ակտիվ շփումների մեջ են, լուսանկարներ, ժպիտներ եւ այլն, փոխադարձ այցեր։ Իրականում ինչ են տալու այս շփումները, եթե հաշվի առնենք, որ ոչ Ադրբեջանը ունի քաղաքասարակություն, այնպիսին, ինչպիսին որ պետք է լինի, ոչ Հայաստանը, ակնհայտ է, որ սա պաշտոնական օրակարգի շրջանակում իրականացվող միջոցառումներ են։ Այդուհանդերձ, որևէ բան հնարավոր է ակնկալել այս շփումներից։ Ինչպես դուք նշեցիք, սա պաշտոնական քաղաքականության հետևանքով իրականացվող նախագծեր են, այսինքն հստակ պետական հրահանգով, ինչպես ցանկացած նախագիծ կյանքի է կոչվում Ադրբեջանում, այնպես էլ սա։ Մի փոքր դժվար է ասել, որ դրական ինչ-որ արդյունք կարելի է ակնկալել այս հանդիպումներից, որովհետև այդ հանդիպման շրջանակներում ընդգրկված փորձագետները Ադրբեջանի կողմից առնվազն, որոնք տարբեր հասարակական կազմակերպության անդամներ կամ նախագահներ են, իրենք նախկինում հանդես են եկել հայատյացության դիրքերից եւ մենք ունենք փաստագրված առանձին իրենց հարցազրույցները, հայտարարությունները, իրենց մասնակցությունը հակահայ տարբեր միջոցառումների, երբ որ իրենք հանդես են եկել ընդգծված հայատյացությամբ։ Օրինակներից մեկը, օրինակ Էֆենդիևա անունով ազգանունով փորձագետը, որը եկավ Հայաստան, անմիջապես մեր մամուլում էլ արձագանք եղավ, շրջանառվեց, որ ինքը եղել էր 2022 թվականի Արցախի շրջափակման ակտիվ մասնակիցներից մեկը, այսպես կոչված էկոակտիվիստների կազմում, բայց մենք գիտենք, որ այդ էկոակտիվիստների կազմում հանդես էին գալիս Ադրբեջանի բոլոր հասարակական կազմակերպությունների նախագահները, անդամները, ուսանողական միությունները, որոնք բոլորը կառավարվում են նախագահի աշխատակազմից եւ ֆինանսավորվում են նախագահի աշխատակազմից տրվող հատուկ դրամաշնորհներով։ Իրենց բոլոր ծրագրերը, նախագծերը, իրենց ողջ գործունեությամբ իրենք հաշվետու են անձամբ նախագահին եւ նախագահի աշխատակազմին։ Եվ հանկարծ այդ տարբեր հասարակական միություններից կազմվում է մի խումբ, որը գալիս է Հայաստան եւ անմիջապես այս մարդիկ սկսում են այլ կերպ խոսել հայ-ադրբեջանական շփումների մասին, հանդես են գալիս խաղաղասիրության դիրքերից եւ այս կտրուկ փոփոխությունը, այս կտրուկ շրջադարձը բնականաբար որևէ վստահություն չի տալիս։ Համենայն դեպս մասնագիտական շրջանակների համար ամենևին վստահելի չի, մանավանդ որ իրենք հետո գնում են իրենց ներքին լսարանի համար նաև տարբեր մեկնաբանություններ են անում, իհարկե նշում են, որ իրենց այստեղ շատ լավ են ընդունել, պետք է շարունակվեն այդ շփումները, այդ ուրեմն նախաձեռնությունները Հայաստանից եւս մարդիկ են գնում այնտեղ եւ այլն, բայց տպավորությունն այնպիսին է, որ իրենք խոսում են միայն այստեղի իշխանական շրջանակների եւ փորձագետների ինչ որ խմբի հետ երկխոսության եւ շփումների մասին եւ իրենց ողջ հույսը այդ շրջանակն է ավելի լայն հասարակության հետ ինչ որ աշխատանք տանելու եւ խաղաղասիրության ազնիվ մղումների մասին դեռևս խոսք լինել չի կարող եւ իրենց կողմից էլ համենայն դեպս նման տրամադրվածություն չկա լայն հասարակության համար հայաստանյան եւ նաեւ
արցախահայության համար, իրենք բոլորովին այլ դիրքերից են հանդես գալիս նաև հիմա եւ պարբերաբար այդ սպառնալից կոչերով իրենք դիմում են եւ հայ ժողովրդին եւ տարբեր ինստիտուտներին Հայաստանում գործող նաև արցախահայությանը, այնպես որ խաղաղասիրությանը այդ փորձագիտական շրջանակների քարոզած խաղաղասիրությանը զուգահեռ գոյություն ունի լրիվ այլ իրականություն, որը էլի քարոզվում է, շրջանառվում է պետական ամենաբարձր մակարդակներով։ Իսկ փոխայցերի վերաբերյալ ինչ տեղեկություններ ունեք դուք, օրինակ հայերը Ադրբեջանում ինչ օրակարգ են ունեցել, ինչ հանդիպումներ են ունեցել, ինչ շփումներ են ունեցել, ինչքանով է ինֆորմացիան բաց։ Ինֆորմացիան իրականում այդքան էլ բաց հրապարակման ենթակա չի, որովհետև իրենք նշում են այն թեմաները, որոնք քննարկել են, դեռևս պատրաստ չեն հրապարակել։ Նույնիսկ ադրբեջանցի փորձագետները իրենց տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նշում են, որ մենք դեռևս չենք կարող խոսել, թե ինչ թեմաների մասին ենք քննարկել Հայաստանում։ Տարբեր խնդիրների մասին ենք խոսել, այդ խնդիրները ժամանակ են պահանջում, որպեսզի մենք աշխատենք տարբեր հարցերի շուրջ եւ այլն, եւ դեռ ժամանակը չի հրապարակել այն կետերը, որի շուրջ խոսվել է։ Ընդհանրապես կարճ մամուլի անդրադարձներ են, թե ովքեր են եղել այդ պատվիրակությունների կազմում, երբ է տեղի ունեցել հանդիպումը եւ կարճ մամլո, այսպես ասած, անդրադարձ, ոչինչ չասող։ Համենայն դեպս փակագծեր դեռևս չեն բացվում։ Տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական կողմը դեռ կողմնորոշված չի ինչ չափով եւ ինչ ձևաչափով բացել փակագծերը եւ նաեւ իրենց ներքին լսարանի համար ներկայացնել այդ խաղաղության օրակարգի շուրջ ընթացող աշխատանքները։ Մի կողմից այս սիրո խոստովանություններն են, այսպես ասած, հայ-ադրբեջանական, մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությունը չի փոխվել, ընդհակառակը Ալիևի զավթողական հայտարարությունները շարունակվում են։ Այդուհանդերձ ինձ հետաքրքիր է Վաշինգտոնյան փաստաթղթից հետո Ադրբեջանի ներքին տրամադրությունների մեջ, ներքին քաղաքականության մեջ որևէ բան փոխվել է հայերի նկատմամբ։ Մենք գիտենք, որ Ադրբեջանում մանկապարտեզից դպրոցից երեխաներին դասիրակում են, ձևավորում են հայի թշնամական այդ կերպարի հանդեպ իրենց համապատասխան վարքագիծը։ Այս առումով գոնե առերևույթ ինչ որ բան արվում է Ադրբեջանում Վաշինգտոնյան փաստաթղթից հետո։ Այդ փաստաթղթից հետո առերևույթ փոփոխություն կրել է միայն արտաքին քաղաքական հռետորաբանությունը, ոչ թե քաղաքականությունը, այլ արտաքին լսարանին ուղղված հռետորաբանությունը։ Ներքաղաքական իրականության մեջ ներքին իրենց հասարակության հետ զրույցների, հայտարարությունների մակարդակով դեռևս փոփոխություններ չկան։ Մի փոքր հեռվից կամ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ներքին քաղաքականության մեջ եւս եղան վերադասավորումներ հակահայկականության մասով եւ կատարվեցին մի շարք փոփոխություններ, ոչ թե դրական, այլ մեզ համար էլ ավելի ուրեմն հակահայկական բնույթի փոփոխություններ։ Մասնավորապես իրենք դպրոցական դասագրքերը փոխեցին, պատմության դասագիրքը, լեզվի եւ գրականության դասագրքերը, որտեղ ներառվեց հակահայկականության նոր փաթեթ։ Բացի դրանից իրենք բարձր դասարանների համար, 9-րդ, 10-րդ դասարանների համար հրապարակեցին նոր դասագիրք, որը կոչվում է Հաղթանակի պատմություն։ Եվ այս ամենը դասագրքի բովանդակություն է, որ մենք ուսումնասիրում ենք, հակահայկականության տրամադրությամբ է լցված, որովհետև պատերազմի ընթացքում էլ եւ դրանից հետո իրենք զարգացրին այսպես կոչված պատերազմական սիմվոլների գաղափարը, իրենք տարբեր սիմվոլներ ստեղծեցին, որը իրենից ենթադրում է նաեւ այդ սպառնալից արտահայտությունների եւ սպառնալիքների բյուրեղացում։ Օրինակ երկաթյա բռունցքի սիմվոլը, որը Ալիևը իր ելույթներում պարբերաբար օգտագործում է մինչ օրս դեռ պատերազմի օրերից, երբ որ բռունցքը բարձրացնում էր եւ ասում էր այս բռունցքը իջավ հայերի գլխին, մենք ձեզ այստեղից շանպես քշեցինք եւ ցանկացած պահի, երբ որ ինչ որ տրամադրություններ լինեն Հայաստանում, որ մեզ դուր չեն գա, այս բռունցքը կրկին կիջնի ձեր գլխին։ Եվ հիմա ադրբեջանական բոլոր դասագրքերի շապիկներին Ալիևն է այդ բռունցքով
պատկերված։ Բացի դրանից բռունցքի արձանը երկաթյա տեսքով դրված է ադրբեջանական տարբեր քաղաքներում, ինչպես նաև օկուպացված Արցախի տարբեր քաղաքներում, Հադրութում առաջինը տեղադրեցին 2023 թվականի պատերազմից հետո արդեն տեղադրեցին նաև Ստեփանակերտում բավականին մեծ ուրեմն արարողությամբ, այսպես ասած, ծիսակատարությամբ։ Դրանից բացի իրենք ստեղծեցին, թողարկեցին այսպես կոչված անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ, որը զենքի առումով նորություն չէր, անունը դրեցին շանքշող, էլի մեզ ուղված ինչ-որ քայլ էր։ Եվ այս տրամադրությունները դպրոցական մակարդակից, մանկապարտեզից այս հակահայկականությունը ոչ թե մեղմացավ, այլ ավելի սաստկացավ։ Վերջերս ներողություն մի տեսանյութ է տարածվել, որ դպրոցում էր նկարվել։ Դպրոցում նկարահանվել էր, ինչպես են բեմադրել հայ զինվորի ստորացնելու տեսարանը, որովհետև այդ տեսարանները պատերազմի ժամանակ իրենք հրապարակում էին, ինչպես էին ստիպում, որպեսզի մեր զինվորները կրկնեն Ղարաբաղը, Ադրբեջանը, եւ նույնատիպ ուրեմն բեմադրություն արել էին դպրոցում։ Նմանատիպ միջոցառումներ անում են նաև մանկապարտեզներում եւ այլն։ Բացի դրանից 2021 թվականի ապրիլին Բաքվում բացվեց ռազմավարի պուրակ կոչվող թանգարան, այսպես ասած, որտեղ որպես նմուշներ ցուցադրության օգտագործվեցին պատերազմի դաշտից տարված սաղավարտները մեր զինվորների, մեքենաների ուրեմն համարները, զենքերը, ինչպես նաև իրենք ստեղծեցին ծաղրական ուրեմն մանեկեններ, որով ուրեմն ցույց էին տալիս իրենց ողջ ատելությունը, հետո իհարկե բողոքներ եղան այդ մանեկենները ապա մոնտաժեցին, առնվազն չեն ցուցադրվում եւ հետաքրքիր է, որ իրենք հատուկ զեղչ եւ մուտքավճար սահմանեցին դպրոցականների եւ մանկապարտեզների երեխաների համար եւ խրախուսեցին դպրոցական էքսկուրսիաները այդ պուրակում եւ տարածված են նաեւ լուսանկարներ, թե ինչպես են երեխաները այդ ուրեմն ցուցադրանմուշների հետ նկարվում, մինչև հիմա էլ առանձին ծրագրով գրեթե անվճար է երեխաների մուտքը այդ պուրակ։ Էքսկուրսիաների թիվ 1 վայրը այդ ռազմավարի պուրակն է, իսկ այս տարի բացվեց նաև այսպես կոչված հաղթանակի թանգարանը, որը էլի հագեցած է նմանատիպ տրամադրություններով։ Սրանք այն պարտադիր այցելության վայրերն են Ադրբեջանում, որ դպրոցականները ոչ միայն Բաքվից, այլ նաև Ադրբեջանի տարբեր բնակավայրերից պետք է գան եւ ուրեմն տեսնեն այդ ամենը։ Մանյամ, այդ հետաքրքիր է, այդ պուրակի գոյությանը ինչպես էին արձագանքում Բաքվում գործող միջազգային կառույցները, մարդասիրական կազմակերպությունները, եւ ես այդ պուրակի մասին շատ եմ մտածել եւ միշտ մտածում եմ, եթե 90-ականներին հաղթանակից հետո Երևանի կենտրոնում նման մի բանը ստեղծեին, ինչպես դրան կվերաբերեր ժողովուրդը, ես կարծում եմ շատ բացասական վերաբերմունք կունենային։ Ես համենայն դեպս ներքուս գուցե սխալվում եմ, ես այդպես եմ համոզված։ Որևէ 18-19 տարեկան զինվորի, սպանված զինվորի սաղավարտով ցուցադրություն կազմակերպել եւ դա դիտարկել որպես ցուցանմուշ, դա ուղղակի, չգիտեմ, աբորիգեններին, վայրի ցեղերին հատուկ բան է։ Շատ հետաքրքիր է նախ ժողովուրդը ինքը ինչպես է վերաբերվում դրան։ Կան բացասական արձագանքներ, որ դա անթույլատրելի է, անմարդկային է, չգիտեմ, որևէ ընդվզում կա դրա դեմ, մարդկայնորեն ինչ վերաբերմունք ունի ադրբեջանցի ժողովուրդը այդ պուրակի հանդեպ եւ ինչպես նշեցի, միջազգային կառույցները ինչպես են արձագանքում այդ պուրակի գոյությանը, որ ըստ էության բռնություն քարոզող տեղ է։ Ես միջազգային կազմակերպություններից սկսեմ, քանի որ մեր կողմից էլ եղան որոշակի բողոքներ, այդ ժամանակ մարդու իրավունքների պաշտպանը պարոն Թաթոյանն էր, մենք միասին բավականին մեծ աշխատանք ենք կատարել պատերազմից սկսած եւ նաեւ այս ռազմավարի պուրակի հետ կապված մանրամասն այդ բոլոր լուսանկարները եւ ամեն ինչը փաստագրվել եւ ուղարկվել են միջազգային կազմակերպություններին եւ միակ արդյունքը թերևս եղավ այն, որ իմ նշած այդ մանեկենները իրենք ապա մոնտաժեցին, այսինքն միջազգային կազմակերպությունների ճնշման տակ նշեցին, որ դա անթույլատրելի է եւ հանեցին, բայց մնացած ռազմամթերքը,
որ առգրավել էին, այդ ամենը շարունակում է ցուցադրվել։ Եվ երկրորդ մասով ձեր հարցի, որը իրականում շատ խորքային պատճառներ ունի, այո, ոչ բոլոր հասարակություններն են պատրաստ նման երևույթ հանդուրժել։ Ուղղակի Ադրբեջանը Թուրքիայի փորձից նաև սերվելով այդ Ադրբեջան պետությունը 1918 թվականին ստեղծված պետությունը ինքը երիտթուրքական պրոյեկտ է, որովհետև երիտթուրքական զորաբանակը մտավ եւ գրավեց Բաքուն ուղղակի ստեղծելով պետություն եւ գաղափարական, փիլիսոփայական առումով էլ ինքը այդ պանթյուրքիզմի, ռասիզմի եւ մնացած ամեն ինչի վրա հիմնված պետություն է։ Եվ Թուրքիան մենք գիտենք պատմության ընթացքում ինքը զարգացավ հասարակության մակարդակով էլ դարձավ ցեղասպան պետություն։ Իսկ ցեղասպան պետություն դառնալը ընդամենը 1-2 տարվա պատմություն չի, այսինքն հասարակությունը պիտի այնքան այդ քարոզչության մեջ ապրի, մեկ այլ էթնիկական խմբի նկատմամբ ատելությունը այնքան մեծ պիտի լինի, որպեսզի ինքը գա հասնի այդ ցեղասպան պետություն լինելու մակարդակին, որովհետև շատ դժվար է մեկ այլ էթնիկական խմբի ցեղասպանության, էթնիկ զտման ենթարկելը։ Պետք է անպայման հասարակությունը այդ ամենի հետ հաշտ լինի։ Հասարակության կողմից, որքան էլ որ այդ հասարակությունը փակ է, լուսաբանումները ուրեմն այդքան բաց աղբյուրներից դժվար է շատ տեղեկություններ քաղել, այնուամենայնիվ հիմնական վերաբերմունքը ցավոք սրտի դրական է։ Այս առումով նաև շատ վտանգավոր է այս օրերին տարվող այդ խաղաղության քարոզը, որովհետև այդ հասարակության տարբեր ներկայացուցիչներ, որ խոսում են կամ թեկուզ սոցցանցային մեկնաբանությունները, որ մենք նայում ենք, ոչ միայն ռազմավարի պուրակի հետ կապված, այլ նաև հայ ժողովրդի հետ կապված, այս պահին մեր ռազմագերիների եւ պատանդների հետ կապված խիստ ծայրահեղ մեկնաբանություններ են հնչում։ Ներողություն, հակառակը կարող է լինել Ադրբեջանում հաշվի առնելով բռնատիրական ռեժիմը։ Կան չեն հնչում այլ կարծիքներ, թե իսկապես չկա։ Ես այսպես ասեմ, զուտ օրինակ բերեմ, այսպես ասած, որ ավելի պատկերավոր լինի։ Ազատություն ռադիոկայանը եւ թերթը կա Ադրբեջանում, ինչպես նաեւ Հայաստանում, մի փոքր այսպես ասած ընդդիմության ձայնը, եթե կարելի է այդպես կոչել, երբ որ ես ուսումնասիրում էի նաեւ ազատությունը, նաեւ այս ճակերտավոր ասած այլ ընդդիմադիր ալիքներ ադրբեջանական, տեսնում էի, որ մարդը մեկնաբանություն է գրում, այլ կարծիք պաշտոնականից տարբերվող կամ իշխանությանը քննադատող եւ ընդհանրապես վայրկյանների ընթացքում այդ մեկնաբանությունը ջնջվում է։ Այսինքն թույլ չի տրվում հնչեցնել այլ կարծիք։ Հասարակության այն շերտը, որը հաշտ է պետական քաղաքականության հետ, այդ շերտը մենք բացահայտ կերպով այդ շերտին տեսնում ենք, իր ձայնը մենք տեսնում ենք, իր տրամադրվածությունները տեսնում ենք։ Իհարկե կա նաև այլ հատվածը, որը ինչ որ չափով համամարտկային, այսպես ասած, արժեքներին հաղորդ է եւ երբեմն փորձում է նաև իր ձայնը հնչեցնել, բայց դա նախ մեծ համարձակություն է պահանջում եւ երկրորդն էլ կանխվում է սա, մենք չենք կարողանում լիարժեք հաղորդակից լինել։ Մենք գիտենք, որ Ադրբեջանում շատ են քաղբանտարկյալները, շատ են խոսքի ազատության համար ուրեմն ձերբակալվածները, տարբեր լրագրողներ, բլոգերներ եւ այլն, այնպես որ այս տեսակ տրամադրություններ հնչեցնելը Ադրբեջանում շատ մեծ համարձակություն է պահանջում, անպայման հետապնդումներ կլինեն այդ հետքերով կամ առնվազն թույլ չեն տա, որ անգամ սովորական մեկնաբանության տեսքով այլ կարծիքներ հնչեցվեն։ Խոսեցիք Արման Թաթոյանի հետ համագործակցության մասին այդ բուրակի շրջանակում։ Արման Թաթոյանը մարդու իրավունքների նախկին պաշտպան, այս պահին Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար, վերջերս իր մտահոգությունները հայտնեց Արևմտյան Ադրբեջան այդ կազմակերպության վերաբերյալ, մինչ Հայաստանում տարբեր դրամաչափի չինովնիկներ փորձում են հանգստացնել, որ այս կազմակերպությանը պետք չէ լուրջ վերաբերել։ Արման Թաթոյանը ներկայացրեց բավականին հավաստի տվյալներ այն մասին, թե ինչպես է Ադրբեջանի իշխանությունը այս կազմակերպության միջոցով փորձում ակտիվացնել Հայաստանի զավթողական քաղաքականությունը։ Ես կխնդրեի նաև մի քանի մանրամասն այս կազմակերպությունը ինչ է իրենից ներկայացնում, այս պահին ինչով է զբաղված եւ ընդհանրապես ինչ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։
Ուրեմն պատերազմից հետո, երբ որ Ալիևը խոսքը 20 թվականի պատերազմից հետո նկատի ունեմ եւ 23 թվականին Արցախի լիակատար զավթումից հետո Ալիևը պարբերաբար հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության էջը փակված է, այս հարցը լուծված է եւ այս հարցը այլևս գոյություն չունի միջազգային օրակարգում, ինչին հետևեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար անդադար ճնշումները, որ համատեղ դիմումներ կայացնեն եւ այլն, որպեսզի հարցը լրիվ միջազգային օրակարգից դուրս գա։ Եվ դրանից հետո իրենք անմիջապես նոր հարց պատրաստեցին միջազգային օրակարգի համար եւ իրենք էլ հենց այդպես էլ նշում են, որ մենք այս հարցը մտցնում ենք միջազգային օրակարգ եւ նաեւ ներքին լսարանի համար եւ նաեւ Հայաստանի համար։ Հայաստանի ամբողջ տարածքը ներառող Արևմտյան Ադրբեջան տերմինը, որը իրականում ակտիվացավ 2022 թվականից հետո 2022 թվականի դեկտեմբերին Ալիևը հստակ հրահանգեց կազմակերպությանը պատրաստել հայեցակարգ Հայաստան վերադառնալու հայեցակարգ, քայլերը մշակել, իրավական կետերը մշակել եւ սկսել աշխատանքները, բայց իհարկե սա ուղղակի 2022 թվականին այսպես կոչված օդից չստեղծվեց, շատ մասնագետներ չգիտես ինչու նշում են, որ օդից ստեղծված բան է, չէ, խորքը գնում էր մինչև 20-րդ դարի սկիզբ, երբ որ թուրք եւ ադրբեջանցի մի շարք ազգայնականներ, որոնք կանգնած են 1918 թվականի Ադրբեջան, ներկայիս Ադրբեջան պետության, այն ժամանակվա ուրեմն մուսուլմանական պետության ստեղծման հիմքերում իրենք ստեղծել էին այսպես կոչված մեծ Ադրբեջան գաղափարը, որի մեջ տարածքային առումով ներառված էր Իրանից մի հատված, որը իրենք անվանում են Հարավային Ադրբեջան, Հայաստանը իր ողջ տարածքով, որոշ տարածքներ նաև Վրաստանից, որը կոչվում է Արևմտյան Ադրբեջան եւ մի փոքր էլ հյուսիսից դեպի Դաղստան եւ այլն։ Այս ամբողջը իրենց մեծապետական, ծավալապաշտական, ուրեմն քաղաքականության բաղկացուցիչ մասերն են տարբեր։ Թվում է թե Ադրբեջանը մի կողմից ինքը հարում է պանթուրքիզմին եւ Թուրքիայի հետ միասին առաջ է տանում այս գաղափարը, բայց մյուս կողմից էլ հատկապես Ալիևյան կլանը ինքը այսպես կոչված ադրբեջանականության հետևորդը, իրենք փորձում են ստեղծել ադրբեջանականության գաղափարը եւ վերջին արդյունքում հերրավոր ապագայում հասնել ադրբեջաներենով հնչում է Beauty of Azerbaijan, միասնական Ադրբեջան կամ մեծ Ադրբեջան պետության ստեղծմանը, որի մի մասը պիտի լինի այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան, որի ուղղությամբ որոշակի գիտական աշխատանքներ կատարվել է անգամ սովետական միության տարիներին իրենց գիտությունների ակադեմիայի կողմից։ Եվ 2022-23 թվականներին իրենք լծվեցին այս Արևմտյան Ադրբեջան կեղծ հայեցակարգի պատրաստմանը, տարածմանը, անմիջապես ստեղծվեցին լրատվամիջոցներ պաշտոնական, ալիք պաշտոնական, կայք հեռուստաալիք եւ քարոզչությունը հսկայական ծավալներ է ստացել։ Այս թեման Ադրբեջանում զարգանում է ոչ թե օրեցօր, ժամ առ ժամ, այլ րոպե առ րոպե։ Մենք անընդհատ հետևում ենք զարգացումներին, անընդհատ ինչ որ գիրք է լույս տեսնում, որովհետև հսկայական պետական միջոցներ են ներդրված այս ծրագրի մեջ։ Իրենք բաց հայտարարում են, որ Արևմտյան Ադրբեջան կազմակերպությունը ստեղծվել է նախագահի հրամանով եւ հրահանգով, կներեք, գրավոր հրաման չի։ Բացի դրանից ֆինանսավորվում է նախագահի աշխատակազմին առընթեր գործող հասարակական կազմակերպությանը աջակցող գործակալության կողմից դրամաշնորհներ են տրվում այս կամ այն նախագծերը իրականացնելու համար։ Վերջերս Ալիևը, երբ որ Գիտությունների ակադեմիայի 80-ամյակին ելույթ ունեցավ եւ այնտեղ թվում է թե խաղաղասիրական նաեւ կոչով հանդես եկավ, ասաց հայրը չպետք է վախենան, որ ադրբեջանցիները գնան եւ բնակվեն Հայաստանում, նրանք կգան, կշենացնեն այդ երկիրը եւ այլն, նա նաեւ հրահանգ էր տվել այս Արևմտյան Ադրբեջան կազմակերպությանը, որ ավելի մեծացրեք աշխատանքների ծավալը եւ իրենք անմիջապես ստեղծեցին հատուկ աշխատանքային խումբ, որպեսզի ել ավելի համակարգված եւ ավելի արագացված տեմպով, ավելի մեծ, այսպես կոչված արդյունավետությամբ աշխատեն։ Գրքերի ծավալը հրատարակվող մեծանա, հաղորդումները, որոնք պատրաստվում են եւս մեծանան, այդ գրքերը չսահմանափակվեն միայն ադրբեջաներենով, պարտադիր թարգմանվեն անգլերենով եւ ուղարկվեն տարբեր երկրներ, այդ թվում նաեւ
միջազգային կազմակերպություններին, իրենք փորձում են միջազգային կազմակերպություններից աշխատել ՄԱԿ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, իրենք անընդհատ մեծացնում են իրենց ծավալները, կատարում են ցուցակագրումներ, որի մասին եւս պարոն Թաթոյանը խոսել է, եւ եթե այն ժամանակ սկզբում նշում էին, որ 100,000 հոգու ցուցակագրել են, հետո խոսեցին, որ 300,000 հոգի ադրբեջանցի պիտի գնա Հայաստան ու բնակվի, այսօր շրջանառվում է 1-ից 2 միլիոն ադրբեջանցու մասին, թվաքանակի մասին, ուրեմն այդ տեսությունը, եւ իրենց հստակ հրահանգված է, որ պետք է շատ խաղաղասիրական բանով հանդես գալ, որ մենք գալու ենք, ընդունելու ենք Հայաստանի բոլոր ներքին օրենքները, ընդունելու ենք քաղաքացիությունը եւ այլն, եւ շատ խաղաղ գոյակցելու ենք ինչպես առաջ, բայց իրենց այսպես կոչված վերադարձի հայեցակարգում շատ վտանգավոր կետեր են նշված։ Խնդրում եմ ընդգծեք դրանք։ Հատկապես նշված է, որ եթե այս մարդիկ գան եւ այստեղ ապրեն, անպայման Ադրբեջանի եւ իրենց համար վստահելի երրորդ երկրից, ընդ որում այդ երկիրը կարող է լինել նաեւ Ադրբեջան, այնտեղ հստակ չի իրավական բան, պետք է լինի զինվորական խումբ տեղակայված Հայաստանում, որը կպաշտպանի իրենց շահերը։ Ամենայն հավանականությամբ այդ խումբը պիտի Թուրքիայից լինի կամ էլ Ադրբեջանից լինի։ Բացի դրանից, իրենք ստեղծել են ամեն շրջանի, ամեն մարզի, ամեն գյուղի, ամեն քաղաքի համար համակարգողներ, եւ նշում են, որ երբ որ մենք գանք, վերականգնենք նախկին դեմոգրաֆիկ պատկեր, այդ նախկին դեմոգրաֆիկ պատկերը իրենց պատկերացմամբ ինչպես որ կա, դա նկատի ունեն, ամենևին փաստարկված չի այս կամ այն, ուրեմն մարդահամարի տվյալների, քարտեզների եւ այլնի վրա, իրենք վերցնում են այն քարտեզները, ինչը որ իրենց է ձեռնտու, այն տվյալները, ինչը իրենց է ձեռնտու եւ պարտադրում են, երբ որ գան բնակվեն եւ պարզվի, որ օրինակ այս քաղաքում ադրբեջանցիները շատ են հայերից, բնականաբար տեղական ինքնակառավարման մարմինը պիտի հանձնվի ադրբեջանցու ղեկավարմանը, բնականաբար այդքան ներկայացվածություն իրենք պիտի ունենան խորհրդարանում եւ այլն, այսինքն զավթողական ծրագիրը այլ կերպ ինչպես կարող է լինել, եթե այսպես իրենք պիտի գան եւ բոլոր ոլորտները քիչ-քիչ վերցնեն իրենց ձեռքը։ Եվ մի կարևոր հարց եմ ուզում այս հարցի շրջանակներում շեշտել, երբ որ հարց է տրվում իրենց, եթե դուք խոսում եք արևմտյան ադրբեջանցիների վերադարձի մասին, չագերտավոր արևմտյան ադրբեջանցիների, ինչ կասեք արցախահայերի մասին, 120,000 արցախահայեր դուրս եկան Արցախից, իրենք շրջանառում են երկու հիմնական միտք այս առումով իբրև պատասխան, առաջինը, որ արցախահայերը կամավոր կերպով են դուրս եկել, մենք ոչ մի էթնիկ զտում եւ այլն չենք արել, ոչ մի վատ պայմաններ իրենց համար ստեղծված չէր, ի տարբերություն ադրբեջանցիների, որոնք պարբերաբար տեղահանվել են, եւ մյուսը, որ արցախահայերի մեծամասնություն են, որում իրենք տարիքային որևէ շեմ չեն նշում, որևէ առանձին ուրեմն փաստարկներ չեն նշում, ընդհանրական հայտարարություն է շրջանառվում մամուլում, արցախահայերի մեծամասնությունը Ադրբեջան պետության նկատմամբ տարատեսակ հանցագործություններ է արել, այդ պատճառով իրենք չեն համարձակվում գալ, եթե գան իրենց բոլորի նկատմամբ պետք է հարուցվեն քրեական գործեր։ Կարճ կոնկրետ ուրեմն այս հարցը փակում է։ Եվ այս առումով շատ վտանգավոր թափ է ստանում այս ուրեմն հայեցակարգը։ Եվ սա Ադրբեջանի ամենամեծ պահանջներից մեկն է։ Այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, որը պիտի ստորագրվի, անդադ թվում է, թե ահա պիտի ստորագրվի, բայց հանկարծ չի ստորագրվում, որովհետև նոր պայման է առաջ քաշվում։ Սկզբում ասում էին, որ այս արևմտյան Ադրբեջանի հարցը պայմանագրից դուրս է լինելու որպես առանձին հարց։ Հիմա ասում են, որ սա նախապայման է, պիտի անպայման Հայաստանի իշխանությունները այս հարցը քննարկեն, վերադարձի պայմանները ապահովեն, որից հետո միայն հնարավոր կլինի խոսել խաղաղության մասին եւ ստորագրել համապատասխան պայմանագիր։ Մարիամ, պայմանագիրը փակուղում է հայտնվել խաղաղության պայմանագիրը սահմանադրության պատճառով, թե կա հարցի ստվերային կողմերը, որոնք մենք դեռ չենք տեսնում, ընդ որում Նիկոլ Փաշինյանը օրերս համալիրում քաղծառայողների պետական աշխատողների հետ հանդիպմանը խոսել էր սահմանադրությունը փոխելու մասին, այսինքն այս պահանջը Ադրբեջանի կարծես թե եւս փորձում են կատարել, միգուցե կա այլ ստվերային պահանջներ, որոնց մասին տեղյակ չի հասարակությունը։ Ադրբեջանը ունի պահանջների շարք, որը անընդհատ հերթով դնում է Հայաստանի առաջ։
Եվ հիմնականում դրանք մատուցում են որպես նախապայմաններ։ Դրա հետ կապելով, դրա իրականացման հետ կապելով խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ վերջնական խաղաղության հայտարարումը։ Օրինակ, Սահմանադրության փոփոխության հարցը 2026 թվականին եւ սա նաեւ նպաստում է, որ իրենք նաեւ 2026 թվականի ընտրություններով շատ հետաքրքրված լինեն եւ նույնիսկ ներկա իշխանություններին աջակցող հայտարարություններ են նաեւ հնչում պարբերաբար եւ ինչպես ներկայիս իշխանություններն են նշում նույն կերպ նաեւ իրենք, որ հենց այս իշխանություններն են խաղաղություն բերողները Հայաստանում, աջակցեք, այսպես ասած, որ իրենք վերընտրվեն եւ այլն։ Այնտեղ իրենք պահանջում են, որպեսզի հանվի անկախության հռչակագրի մասը, Արցախի մասը եւ այլն, ինչպես նաեւ ցեղասպանության մասը։ Սա միայն Ադրբեջանի կողմից հնչող պահանջ չի, սա նաեւ Թուրքիայի կողմից հնչող պահանջ է եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ մեկտեղ բերվում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։ Ադրբեջանն ու Թուրքիան հանդես են գալիս մեկ միասնական դիրքերից եւ Թուրքիան պարբերաբար նշում է, որ միայն Ադրբեջանի պահանջները կատարելուց հետո իրենք պատրաստ կլինեն Հայաստանի հետ խոսել հարաբերությունների կարգավորման մասին, բայց միայն սա չի, իրենք անընդհատ նոր պահանջներ են դնում։ Այսպես կոչված անկլավների հարցը այս վերջերս էլի ակտիվացել է։ Միջանցք կոչված, որը խաղաղության ճանապարհ վերանվանվեց, բայց իրենք այդ անունով երբեք չեն դիմում, իրենց մամուլը եւ ոչ միայն մամուլը, պաշտոնական խոսույթում, հասարակական խոսույթում տարածված է Զանգեզուրի միջանցքի եզրույթը կամ Թուրանի ճանապարհ, որովհետեւ իրենք նշում են, որ թյուրքական աշխարհը միացնող ճանապարհն է սա, տնտեսական առումով էլ իհարկե շահավետ միջանցք, որը պիտի ողջ ուրեմն միջին միջանցքի բաղադրիչը լինի։ Բացի դրանից զինված ուժերի թվաքանակի կրճատման մասին են անընդհատ խոսում, անընդհատ իրենք սպառնալից հայտարարություններ են անում Հայաստանի հասցեին թույլ չտալով նոր զենք զինամթերք ձեռք բերել, անգամ այդ սպառնալից հայտարարությունները ուղղվում են այն երկրներին, որոնք կհամարձակվեն, այսպես ասած, զենք վաճառել Հայաստանին, անգամ արգելում են Հայաստանում փակել բոլոր տեսակ ազգային կառույցները, թանգարաններ, հասարակական կազմակերպություններ, բոլոր տեսակ ազգային միջոցառումները ուրեմն չեղարկել, հերոսների վերաբերյալ ուրեմն առանձին իրենք կետ ունեն, որ այդ մարդիկ պիտի որակավորվեն որպես ահաբեկիչներ եւ իրենց անունը այլևս չշրջանառվի։ Այսինքն բոլոր ոլորտներին իրենք հասնում են հատ-հատ։ Եկեղեցու Եկեղեցուն, այո, նաև հրահանգավորված է ուղիղ Ադրբեջանի կողմից, որտեղ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի եւ Հայաստանի ղեկավարի տեսակետները, հայտարարությունները, բառապաշարը հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ գրեթե 100%-ով համընկնում են։ Իդեպ գոհ են Ադրբեջանում ընթացքից եկեղեցու դեմ հարձակումների։ Ինչպես են արձագանքում։ Ընդհանրապես իրենք ներկա քաղաքականությունից շատ գոհ են եւ նշում են, որ Հայաստանի վարչապետի քայլերը մենք ողջունում ենք, նաեւ Էրդողանը իր վերջին ելույթում նոյեմբերի 8-ի եւ նաեւ ադրբեջանական կողմը նշում է, որ շատ գոհ են, բայց բացի դրանից իրենց հայտարարություններից բացի իրենց գործողություններում էլ իրենք համաժամանակյա գործողություններ են իրականացնում հենց նաեւ եկեղեցու դեմ։ Օրինակ հունիսին այս տարվա 2025-ին Փաշազադեն նամակ էր գրել եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարին պահանջելով, որպեսզի խորհուրդը դադարեցնի աջակցությունը ողած հայ առաքելական եկեղեցուն, որովհետև առաքելական եկեղեցին իսլամաֆոբիայի եւ ռևանշիզմի քարոզով է զբաղված եւ ամեն կերպ պետք է ճնշվի այդ քաղաքականությունը առաքելական եկեղեցու կողմից դադարեցվի իրեն տրամադրվող ցանկացած տեսակի աջակցություն եւ սա շատ սինխրոն ընթանում էր Վեհարանի նկատմամբ տարվող հարձակումների հետ։ Բացի դրանից իրենք ծավալուն վերլուծություններ են հրապարակում պարբերաբար, մեղադրելով առաքելական եկեղեցուն տերորիզմի, ռևանշիզմի, քաղաքականությամբ զբաղվելու, խաղաղությանը խոչընդոտելու եւ այլ քայլերի մեջ, ողջունում են ներկայումս իշխանությունների կողմից տարվող այս հակաեկեղեցական արշավը եւ նույնիսկ Գարեգին կաթողիկոսի անունը իրենք շրջանառում են 2026 թվականի հավանական ուրեմն թեկնածուների ցանկում, ինչը մի փոքր ծիծաղելի է։
կարծում եմ։ Մարիամ, 44-օրյա պատերազմի հնգամյակին նվիրված ֆիլմում Ադրբեջանի արտգործնախարարը ներկայացրել էր ուշագրավ տեղեկություններ նախապատերազմյան եւ հետպատերազմյան այդ իրադարձությունների մասին, փաստացի Հայաստանին մեղադրելով բանակցային գործընթացը տապալելու եւ իր սադրիչ գործողություններ պատերազմ հրահրելու մեջ։ Որքան էլ մենք հասկանում ենք եւ մենք ինքներս գիտակցում ենք, որ այդ ամենի մեղավորը մեկ մարդ է, մեկ անուն ունի, գոնե որպես գլխավոր պատասխանատու, այնուամենայնիվ մեղադրանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետությանը։ Ինչ հետևանքներ կարող է սա ունենալ Հայաստանի համար։ Մենք տարիներ շարունակ Ադրբեջանին էինք մեղադրում այն ամենում, ինչի մեջ հիմա Ադրբեջանն է մեզ մեղադրում։ Սա հետագայում, հետագա գործընթացներում, բանակցություններում ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։ Նախ նշեմ, որ շատ հետաքրքիր էր, որ հենց հիմա իրենք որոշեցին բոլոր արտգործնախարարներին տարբեր տարիների հավաքել եւ պատրաստել այդպիսի փաստավավերագրական ֆիլմ։ Իրականում պետք է նշենք, որ ֆիլմը առաջին հերթին իրենց ներքին լսարանին էր ուղղված, որպեսզի այդ հաղթանակի վերաբերյալ այդ պատկերացումները ավելի ամրապնդեն իրենց հասարակության մեջ եւ թույլ չտան, որպեսզի էյֆորիան, ոգևորությունը կորի։ Անընդհատ իրենք փորձում են տպավորիչ ինչ-որ նախագծերով հանդես գալ, որպեսզի ժողովուրդը լսի անընդհատ այս խոսքը։ Եվ դրա պատճառով էր, որ Հեջեյհուն Բայրամովի հատվածը ծավալուն, ամենածավալունն էր եւ հենց առաջինը դա առանձին կտորներով իրենք հրապարակեցին, որպեսզի բոլորը լսեն եւ հաղորդակից լինեն այս ամենին։ Տպավորությունն այնպիսին է, որ ներկա իշխանությունները քննադատության թիրախում էին նաեւ այդ ելույթում, բայց հիմնականում այն կոնտեքստով, որ իրենց ժողովրդի համար, իրենց երկրի համար բավականին ազնիվ բաներից, դիրքերից էին հանդես գալիս, ուղղակի իրենց պրոֆեսիոնալիզմը չհերիքեց եւ Բայրամովը նույնիսկ ասում է, որ ես շատ զարմացած էի այդ մարդկանց պատկերացումների վրա, ծիծաղելի էր ուղղակի ինչ-որ անհեթեթ բաներ էին ասում։ Եվ նաեւ առանձին անդրադարձ կար վարչապետին Փաշինյանի ուրեմն կերպարին, իր առանձնազրույցները Ալիևի հետ եւ այլն, որ եկեք միասին ուրեմն այս հարցը լուծենք, որպեսզի ինձ չսպանեն եւ այլն, դուք ուզում եք ինձ սպանեն, նա էլ ասում է ոչ, ես չեմ ուզում որևէ մեկին սպանեն եւ այլն։ Եվ այստեղ Փաշինյանի մասին մի բան էլ էր ասել Ջեյհուն Բայրամովը, ասում է նա մի մարդ էր, ով թաթախված չէր Ադրբեջանի նկատմամբ արված հանցագործությունների մեջ, հետաքրքիր է Արցախի ողջ ժողովրդին մեղադրում են հանցագործ լինելու մեջ, հայ ժողովրդին մեղադրում են, այդ մեկ մարդուն չեն մեղադրում։ Բացառությամբ մեկից բոլորը Ադրբեջանի առաջ մեղավոր են, հացանք են գործել։ Նա իր ձեռքերը արյունոտված չէր, իր հետ կարելի էր խոսել, նոր մարդ էր ինքը, ոչ մի ուժի հետ կապ չունեցող եւ այլն, այսպես կարծես փորձում է ինչ-որ դրական տպավորություն ստեղծել այս անձի անվան շուրջ, բայց այնուամենայնիվ իհարկե մեզ համար շատ ծանր ուրեմն մեկնաբանություններ, հատկապես իր կողմից եւ իհարկե նաեւ մյուս արտգործնախարարների այդ ողջ բանակցային հատվածը իրենց կողմից ներկայացնելու առումով, որովհետեւ իրոք լուրջ հետևանքներ կարող է ունենալ այն առումով, որ գուցե բաց տեքստով չի հնչում, բայց Հայաստանից կարող են շատ լուրջ ուրեմն փոխհատուցումներ պահանջել տարբեր տեսանկյունի, լինի դրամական ինչ-որ միջոցներ, լինի այս վերջերս նաեւ շրջանառվեց, նաեւ շատ քննարկվեց մեր ներքին լսարանում այսպես կոչված մզկիթների, ավերված մզկիթների վերականգնումը, իրենք նշում են, որ 67 մզկիթից 65-ը հայերը ավերել են, պիտի վերակառուցեն, գերեզմանների ուրեմն հետ կապված փոխհատուցում կարող է լինել, իդեպ Արևմտյան Ադրբեջան կազմակերպությունը նշեց, որ իրենք տարբեր միջազգային ընկերությունների արբանյակային ծառայություններից նաև օգտվելով 200-ից ավել գերեզմաններ են իսլամական մատնանշել Հայաստանում ավերված եւ սրա հետ կապված աշխատանքներ են անում, հաջորդիվ պետք է լինեն այլ հուշարձանների հետ կապված աշխատանքները։ Այս ամենը շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ մեզ համար։ Սա անվտանգային լուրջ խնդիր է եւ իրոք ֆիզիկական գոյության վտանգ է եւ ժողովրդի եւ պետության դեմ ուղղված եւ հակադարձումը պիտի լինի անհապաղ եւ շատ լուրջ եւ պրոֆեսիոնալ կերպով պատրաստված քաղաքականության տեսքով, ինչը չգիտեմ
արդյոք այս պահին հնարավոր է թե ոչ։ Այս պահին արվում է հակառակը, ժողովրդի ինքնապահպանման բնազդն են թուլացնում, մարդկանց կերակրելով կեղծ խաղաղության միֆերով, եւ դրա վկայությունը Բաքվում պահվող մեր գերիներն են։ Մարիամ, իմ վերջին հարցը հենց նրան է վերաբերում։ Հայ գերիների հետ միակ կապը, միակ շփումը, ինֆորմացիայի քիչ թե շատ վստահելի աղբյուրը Կարմիր խաչն էր, որը Ադրբեջանի պահանջով դուրս եկավ այս երկրից։ Այս պահին ինչ ունենք ընդհանրապես միջազգային կազմակերպությունները, այլ կազմակերպությունները, Ադրբեջանում գործող այլ երկրների դեսպանատները որքանով կարող են օգտակար լինել այս հարցում, նրանց աջակցությունը, օգնությունը որքանով կարող է հայկական կողմը ակնկալել, եթե հետագայում գոնե իշխանություն փոխվելուց հետո, եթե մարդիկ ցանկանան իշխանությունը այդ ուղղությամբ որևէ ջանքեր գործադրի, որքանով կարող են արդյունք տալ, ինչպես կարող են աշխատել այդ կառույցների հետ։ Նախ ադրբեջանական կողմը այս բոլոր քայլերը շատ արագ անում է, մինչև 2026 թվականի ընտրություններ փորձելով հնարավորինս շատ բան անել, հնարավորինս շատ բան ստանալ, անգամ եթե այստեղ լինի ընտրություններից հետո փոփոխություն իշխանության, իրենք արդեն շատ ծանր լուծ թողնել նաև ապագա իշխանությունների վրա։ Այդ պատճառով էլ իրենք փորձում են միջազգային բոլոր կառույցներին ուղղակի չեզոքացնել, թույլ չտալ, որպեսզի այս կամ այն հարցում ներգրավվեն։ Նույնը եւ Կարմիր խաչի հետ կապված մեր պատանների եւ գերիների նույնը ԵԱԿ Մինսկի խմբի նույնը ԵՄ առաքելությունը, որ տեղակայված է ուրեմն սահմանի եւ այլն, եւ Ալիևը չի խուսափում իր ելույթներում թիրախավորել այդ միջազգային կազմակերպություններին, նրանց մեղադրելով 30 տարի անտարբերության մեջ իրենց ուրեմն շահերի հետ կապված։ Եվ հիմա այս խնդիրը իրենք ինչու են բանանում Կարմիր խաչին լրիվ մեկուսացնում այս հարցից նշելով, որ նախ իրենք գերիներ, պատաններ չեն, իրենք հանցագործներ են ռազմական եւ իմ երկրի սահմաններում ձերբակալված հանցագործներ են, իմ երկրի նկատմամբ են իրենք հանցագործություն կատարել, սա ներքին հարց է եւ որևէ միջազգային կառույց իրավունք չունի այստեղ ներգրավելու, միջամտելու։ Դա նաեւ փակում է միջազգային կազմակերպությունների, դեսպանատների եւ այլն լիազորությունները, հնարավորությունները, որպեսզի իրենք այս կամ այն կերպով այս հարցը բարձրացնեն։ Նաև թույլ չի տալիս ռազմագերիների վիճակի մասին տեղեկություններ ստանալ ուրեմն ընտանիքների։ Մենք տեսանք նաև, որ դատավարությունների հետ կապված իրենց նախանշած վճիռներն էլ կարծես թե կյանքի են կոչվում, ցմահ ազատազրկումից մինչև տասնյակ տարիներ ազատազրկումներ։ Եվ բավականին բարդ է, այս կողմից պիտի լիներ պահանջ, որ Կարմիր խաչը մնար, կամ առնվազն ինչ որ մի միջազգային կազմակերպության միջոցով ինֆորմացիայի փոխանակում լիներ։ Անգամ Վաշինգտոնյան բանակցությունները չօգտագործվեցին, որը շատ փորձագետներ ասում են լավագույն հնարավորությունն էր հայ գերիների հարցը բարձրացնելու, մինչդեռ երբ որ Թրամփը խոսեց հայ գերիների մասին, Փաշինյանն ինքը առաջինը շտապեց ասել, որ հիմա դրա ժամանակը չի։ Այսինքն այս իշխանություններից այդ ուղղությամբ որևէ ակնկալիք չունենք, ամբողջ հույսը նա է, որ հետագայում ինչ որ բան փոխվելու Հայաստանում քաղաքական փոփոխություններ լինելու դեպքում հնարավոր է արդյոք այդ ուղղությամբ որևէ բան անել։ Այս ուղղությամբ պիտի ունենանք այնքան պրոֆեսիոնալ թիմ, պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր շատ լավ կտիրապետեն նախ միջազգային իրավունքով նախատեսված մեխանիզմներին եւ կօգտագործեն այդ մեխանիզմները առավելագույնս, որպեսզի այս հարցը եւ դրանից բխող եւ այլ հարցեր, որոնք այսօր ծառացած է մեր երկրի առաջ, հնարավորինս փորձել դրանց լուծում տալ, որովհետեւ անթույլատրելի է ռազմագերիներին լրիվ մենակ թողնելը։ Մի կողմից ադրբեջանական կողմը նշում է, որ այսպես կոչված պաշտպանության բանակ էին իրենք դրել անունը, բայց այդ ամենը Հայաստանի կողմից էր ղեկավարվում, դա Հայաստանի ուրեմն զորամիավորումներն էին տեղակայված։ Մյուս կողմից նշում է, որ ոչ, սրանք մեր երկրի բնակիչներն են, մեր երկրի ներսում եղած ուրեմն հանցագործներ են եւ այդ պատճառով էլ թույլ չենք տալիս, որպեսզի այլ ուժեր ներգրավեն։ Ամեն բառը իրականում կարելի է օգտագործել եւ կարելի է ոչ միայն այս հարցը, նույն արևմտյան
Ադրբեջանի հարցը բարձրացնել միջազգային կառույցների առաջ որպես հերթական սպառնալիք Հայաստանին ուղղված, սահմանադրության փոփոխության պահանջը, որը իրականում երկրի ներքին հարցերին միջամտել է ենթադրում, որը անթույլատրելի է որևէ այլ երկրի կողմից մեկ այլ երկրի ներքին հարցերին միջամտել։ Այս իշխանությունները խոսում են ինքնիշխանության մասին, լիակատար ուրեմն ապահով անկախ պետություն դառնալու մասին, բայց կարծես թե կախված են, լիովին կախված են տարածաշրջանում գոյություն ունեցող 1-2 պետությունից, նաև Թուրքիայից եւ Ադրբեջանից, եւ այնտեղից հնչող ցանկացած ազդակի միանգամից իրենք արձագանքում են եւ կատարում են այնտեղից հնչող պահանջները։ Իհարկե Ադրբեջանը հրաշալի վիճակում է հայտնվել, երբ մի քանի երկրների օգնությամբ կարողացել ես հաղթել պատերազմում, երբ աշխարհի կարևորագույն խաղացողների շահերը համընկել են մի կետում, որոնք համընկնում են նաև քո շահերին, եւ առավել եւս եւ Հայաստանում կա իշխանություն, որը 100%-ով քո բոլոր պահանջներին ասում է այո։ Շնորհակալություն Մարիամ հետաքրքիր տեղեկությունների համար։ Սիրելի ունկնդիրներ, իմ հյուրը ադրբեջանագետ Մարիամ Մելքոնյանն էր։ Մենք փորձեցինք հասկանալ հայ-ադրբեջանական մատուցվող հարաբերությունների, այսպես ասած, պաշտոնական լրահոսում տեղգտած խաղաղության օրակարգի հակառակ ստվերային կողմը։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը իրավունք ունի իմանալու այն իրական գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում իր եւ իր անվտանգության շուրջ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, հետևեք մեր հաղորդումներին։ Ցտեսություն։